Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցելու եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերից չմերժելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Ես հետևում եմ ձեր վերջին հարցազրույցներից մեկին, 5-րդ ալիքի եթերում, որտեղ խոսում էիք ձևավորված խորհրդարանի մասին եւ քանի որ մի քանի օր է մնացել որպեսզի այդ խորհրդարանի նոր ձևավորվող խորհրդարանի նստաշրջանը առաջին սկսի օգոստոսի 2-ին եւ ըստ էության մի հետաքրքիր գնահատական եք տվել, որը կարծում եմ այստեղ բացելու անհրաժեշտություն կա։ Դուք ասում եք, որ այս խորհրդարանից Նիկոլ Փաշինյանը այլևս մտավախություն չունի ձևավորված խորհրդարանից։ Ինչու է այդպես համոզմունք ձևավորվել ձեզ մոտ։ Ուրեմն նախ լավ հիշեցրեցիք հարցազրույցը, այնտեղ իմ կողմից վերիպում է եղել։ Հիմա կմանրամասնեմ, թե այդ վերիպումը որտեղից է եղել, եւ մեր հանդիսատեսը թող մեզ ներողամիտ լինի, այնտեղ անվան սխալ անուն եմ ասել, ուրեմն սխալ անունը ինչով էր պայմանավորված, սխալ անունը ասել է։ Ուրեմն խոսում ենք ներքաղաքականից եւ այնտեղ ես հաղորդման ժամանակ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս խորհրդարանական ընդդիմությունից սպառնալիք չունի։ Այս պնդմանն ինչն է հիմք հանդիսացել։ Օրեր առաջ ես Facebook-ում տեսել էի մի գրառում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչի կողմից, այդ գրառման մեջ կար անուններ, հրապարակային գրառում էր, այդ գրառմանը հրապարակային արձագանք եւ այդ գրառմանը անհամաձայնություն չի եղել, եւ սա հիմք է հանդիսացել, որ ես անեմ այս պնդումը, որ այլևս խորհրդարանականների կողմից արձագանք չի եղել։ Այո, խորհրդարանականների կողմից այդ խորհրդարանի Այդ ինչ գրառում էր, որ այդքան ճակատագրական էր։ Դե գրառում էր, որտեղ անուններ կար հստակ, չեմ ուզում անձնավորել։ Կար գրառում, որտեղ այդ եղել է գրառում, գրառմանը չի եղել հրապարակային անհամաձայնություն, գրառման մեջ եղել են անուններ, այդ անունների հետ հաշտ են եղել։ Ես տեսնելով այդ անունները եւ այդ գրառում այդ բովանդակությունը հասկացել եմ եւ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս այս խորհրդարանից սպառնալիք չունի։ Ուրեմն աշխարհում մեծ խաղ է գնում։ Այստեղ պետք է լինի ուժ, որը նաև աշխարհի համար հասկանալի լինի։ Բայց մենք չունենք այդ ուժը։ Ունեցել ենք անձեր, այո, ունեցել ենք անձեր, որոնք, տեսեք, այսօր կա հավաքական արևմուտք, ընդդեմ Չինաստան, Ռուսաստան, Իրան մարտավարական դաշինքի։ Այս պայքարն է գնում։ Հիմա կան անձեր եւ կա անձ, որ հասկանալի է Ռուսաստանի համար, վստահելի է Ռուսաստանի համար, վստահելի է Իրանի համար, հասկանալի է Չինաստանի համար։ Հիմա այլևս այդ անձը եւ անձերը չկան եւ որպես այդպեսին այլևս այս խորհրդարանը ձեր վերլուծությունը հասկանալու համար հերոստատով դի գուշակություններ ան, ասենք ինչ անենք։ Գիրղուշ գցի հասկանա անձով էր, անձերը ովքեր էին, ինչու չկա։ Լավ, խորհրդարանը սպառնալիք չէ, իսկ խորհրդարանը սպառնալիք չէ ասելը ինչ նկատի ունեք, ասենք impeachment չի կարող անել։ Որտեվ խորհրդարանը ոնց որ միջև էլ այդքան սպառնալիք չէ։ Հիմա այդ վրիպումը հենց այս համատեքստում է եղել։ Ուրեմն այս մտքից հետո ես հիշատակում եմ Տատյանա Պավլովնայի կենսագրական վեպից հատված, Կրոմվել վեպից հատված, բայց լրագրողի հարց ակնարկ կար, որ հնարավոր է ընդդիմությունը օգտագործվել է, այդ ժամանակ իմ մեջ ես հիշում եմ հայտնի անեկդոտը, որը խորը իմաստ ունի Ելենա Պետրովնայի մասին, այդ հայտնի
պատվազրկման դեպքը, որ ասում է պատվազրկեցին բոլորին, բացի Ելենա Պետրովնայից, հարց է առաջանում, իսկ ինչի Ելենա Պետրովնային չպատվազրկեցին, որովհետև ինքը չէր ուզում։ Հիմա մարդու նեյրոններն ու սինապսները մի քիչ այլ ձևով է աշխատում, դրանից եղել է այդ վրիպումը։ Հիմա Այդ հասկացա։ Հիմա վերադառնանք Տատյանա Պավլովնայի Կրոմվել վեպից հատվածին։ Ձեր հիշատակված Իմ հատված։ հիշատակված չեմ զլանա, նորից կկրկնեմ։ Ուրեմն 1643 թվականին Անգլիայի պարլամենտական ուժերը եւ թագավորական ուժերը քաղաքացիական պատերազմ Անգլիայում իրար դեմ կռիվ են տանում։ Մարտավարական պարտություններ են կրում, կռոմվել ենք պարլամենտական ուժերը։ Կրոմվելը զորքին ասում է, մենք ասում է, արդեն ստրատեգիական ռազմավարական հաղթանակ ենք տարել, քանի որ մեր դեմ կռվում են մարդիկ, որոնք կռվում են, դե իրենց դեմ կռվում են թագավորը, հեծյալները, արիստոկրատիան եւ ջենտլմենական այդ խավերը։ Ասում է, մեր դիմացի կռվող մարդիկ, իրենք կռվում են իշխանության, փառքի եւ ռեսուրսների համար։ Մենք կռվում ենք ընդհանուրի բարօրության, արդարության եւ վերջապես Աստծո համար, դա իրենք պուրիտաններ էին։ Այսինքն ժողովրդից եւ Աստծուց տարանջատել էին էլիտային։ այո։ Եվ տարանջատված էին։ Իրենք ընդհանուրի համար էին կռվում։ Այս ընդհանուրի համար կռվող մարդիկ եւ իրանցից վեր, այսինքն անձնուրաց մարդիկ, որ լինում են, իրանք կարողանում են հաղթանակի հասնել։ Հիմա մենք լսում ենք խորհրդարանականներ ասում են իրենք գնում են անձնուրաց պայքարի խորհրդարան։ Մենք այդ նման, տեսեք, այդ միայն խոսքերով չի։ Շուրթերով բոլորը քրիստոնյա են։ Միայն շուրթերով չի, գործերով։ Շատ լավ, հիմա ինչ իրավիճակ ունենք։ Նիկոլ Փաշինյան չի վախենում խորհրդարանից։ Ես համաձայն եմ այս իմաստով ձեզ հետ, որովհետև ինձ համար անընդունելի է տարբեր անուններ հնչեցնել, ասել Փաշինյանը սարսափում է այսինչ գործչից, Փաշինյանը վախենում է այսինչ գործչից, բայց իրականում Փաշինյանը կարծեք թե վերջնականորեն ձևավորվել է այդ համոզմունքը Հայաստանի ներսում չկա ուժ, որից կարող է վախենալ։ Ընդ որում Փաշինյանը մի բացառիկ իրավիճակում է, որ իր իշխանության ներսում էլ կարծեք թե չկան մարդիկ, ումից ինքը կարող է վախենալ։ Կա մի կենտրոն, որից ինքը վախենում է, այն կենտրոնն է, որ իրեն բերել ու պահում է իշխանության, հավաքական արևմուտքը։ Շնորհակալություն։ Այդ ես պետք է ասեի, իմ փոխարեն դուք ասացիք։ Ես շատ խոսեցիք, դրա համար ասեմ, մեկ չել մենք խոսենք։ Այդ կերպ պատասխանելու է ձեր հարցին։ Նիկոլ Փաշինյանը վախենում է միայն այն մարդկանցից, ովքեր իրեն բերել են իշխանության եւ ովքեր այստեղ ունեն ցանց։ Իրենցից է միայն վախում։ Եվ այս համատեքստում փորձում է այդ ցանցի ականները ականազերծել։ Հիմա մեծ առումով այդ process-ն է գնում։ Ինքը գիտի ռեալ, ումից ինքը սպառնալիք ունի։ Դրա համար իր թիմից որոշակի մարդկանցից ասած։ Այո։ Թեպետ արձանագրենք, որ այդ մարդիկ չեն սպառնալիք իր համար, այլ այդ մարդկանց տերերը։ Ովքեր այդ մարդկանց խաղացնում են, իրենք են սպառնալիք, այդ մարդիկ որպես այդպեսին իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, դա Նիկոլ Փաշինյանը լավ գիտի։ Ուղղակի այդ մարդիկ ցանցի անդամներ են, այդ ցանցերն են իրեն սպառնալիք։ Շատ լավ, գանք էլի խորհրդարանի առաջին նիստին, արժեկանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ազգային ժողովի նոր ձևավորված, նոր գումարված ազգային ժողովի առաջին նիստին պարտադիր է վեհապար հայրապետի մասնակցությունը։ Արդեն կան այդպիսի ուղերձներ, որ իշխանությունները որոշել են առանց վեհապարի մասնակցության անցկացնել այդ նիստը։ Ձեր գնահատմամբ ինչպիսին պետք է լինի ընդդիմության վարքագիծը, ընդդիմություն, որը հայտարարել է, որ ինքը չգիտեմ, եկեղեցու պաշտպանն է, ընդդիմություն եւ մի ընդդիմության մասին, որի քաղաքական կենսագրությունը սկսել է եկեղեցուն պաշտպանելու հայտարարությունից։ Տեսեք, եկեղեցին պաշտպանելու մի տարբերակ կա, մնացած բոլոր տարբերակները կեղծ եւ մոլորեցուցիչ տարբերակներ են եւ եկեղեցու անունն օգտագործում է եկեղեցու անունը որևէ քաղաքական նպատակներ իրագործելու համար, այսինքն այդ խայբ կոչված վատ բառ խայբ, այդ եկեղեցով կան մարդիկ, վատ մարդիկ, որոնք փորձում են խայբ բռնել այդ հարցս նրա մասին էր, որ եթե կաթողիկոսը չի մասնակցում, չեն հրավիրում, ընդդիմություն դիրքորոշում պետք է ունենա, թե չէ։ Ասենք դիրքորոշում ունեցավ, շատ կտրուկ վերաբերվեց այդ հարցին, ինչ պետք է անի, ինչ պետք է հետևի դրան։ Ոչինչ չի կարող անել։
Իսկ քաղաքականապես դուք գնահատում եք, որ գործող ընդդիմությունը ամուլ է։ Իհարկե, Ինչու։ բարձ պատճառով, ասացի աշխարհակահաղականի համատեքստում նայեք, անհասկանալի է։ Այսինքն դուք կարծում եք, որ ընդդիմությունը լիարժեքորեն հակառակ ճամբարում չի դիրքավորվել։ Նախ ընդդիմության տեքստերը լսելով մենք չենք կարող հասկանալ ընդհանրապես ինքը որ ճամբարում է դիրքավորված։ Նախ այդ ճամբարների մասին ընդհանրապես խոսք չկա ընդհանրապես թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Ուրեմն առավոտ ինձ մի նյութ է ուղարկել։ Արհեստական բանականությունը հասել է սինգուլյարության, թե ոչ։ Հիմա ամբողջ աշխարհում այդ գիտատեխնիկական միտքը նման քննարկման մեջ է, այսինքն գիտական հետաքրքրությունների այդ հիմնական գիտական հետաքրքրություններ առաջացնող նյութերի հիմնական հատվածը դրան է վերաբերվում արհեստական բանականությանը հասել է սինգուլյարության, թե ոչ, երկու ճամբար են ձևավորվել, մեկն ասում է չի հասել, հնարավոր չի, ինչը իրոք հնարավոր չի, եթե հնարավոր է արդեն աստվածամերժություն է, մյուս ճամբարն ասում է հասել է սինգուլյարության։ Ուրեմն եւ հավաքական արևմուտքը երկճակատ է դարձել, երկբևեռ է դարձել, մի մասը կոչվում են տրանսհումանիստներ կամ ուլտրագլոբալիստներ եւ դասական գլոբալիստներ, բայց երկուսի նպատակը մեկն է՝ աշխարհ վերցնելը։ Հիմա այս ամեն ինչի համատեքստում նայեք մեր ներքաղաքական տեքստերը, հարցազրույցները եւ բովանդակությունը։ Հա, հասկացա, բայց ասենք հիմա Նիկոլ Փաշինյանը տրիպն է հանձնում քաղաքական գործիչները քննարկեն սինգուլյարության թեման։ Ոչ, սինգուլյարության թեման պետք չի քննարկել։ Ընդհանուրն եմ ասում։ Ես համաձայն եմ, որ բովանդակության առումով խնդիր կա քաղաքական դաշտում, լուրջ խնդիր կա, դա չասենք ճգնաժամ կա, բայց այո, պետք է քննարկեն սինգուլյարության մասին, արհեստական բանականության սինգուլյարության մասին, որովհետև այլևս այդ Facebook-յան հարցակում կարծիք ձևավորողը Facebook-յան ալգորիթմերն են եւ արհեստական բանականությունը։ Հիմա ցանկացած նյութ արհեստական բանականությունը դնում ալգորիթմերով, չափում է եւ իր ուզած նյութը առաջարկում է։ Հայաստանյան ամբողջ քաղաքականացված հատվածը նստած է հիմնականում Facebook-ի վրա։ Այսինքն մարդկանց ուղեղները լվալու այդ գլխավոր հարթակը Facebook-ն է, որը անմիջականորեն աշխատում է արհեստական բանականությամբ։ Լավ, գանք սրան, որ այս քննարկումները չկան, որովհետև եթե մենք գիտենք Փաշինյանը ինչպիսի Հայաստան է ուզում, դա ոչ հայկական, ոչ քրիստոնեական Հայաստան է, ապա մենք չգիտենք իրեն դեմ հանդես եկող ուժերը ինչ Հայաստան են ուզում, որովհետև երբ մենք այո արդարացիորեն ինչպես նկատել եք, լսում ենք իրենց, մենք չգիտենք իրենք ինչ են ուզում։ Եթե ընդհանուր բովանդակությունը, այսպես խտացնենք մեկ նախադասության մեջ, կստացվի թող Նիկոլը չլինի, լավ կլինի։ Բայց այդպես չի լինում, չէ՞, որովհետև ներողություն, նույն 2018 թվականին շատերը այդ գործընթացին մասնակցեցին այն տրամաբանությամբ, թող Սերժ Սարգսյանը չլինի, լավ կլինի, բայց չունեին հարցի պատասխան, բայց ով լինի, որ լավ լինի, կամ ո՞րն է լավը, ուրեմն որ իրենք պատկերացնում են։ Ով լինի, միայն սա չլինի այս թեզը, այն մարդկանց կողմից հետաշնետված, որոնք վերել են Նիկոլ Փաշինյանին եւ պահում են։ Սա ինչ է, սա նստեցնում է մարդկանց էմոցիոնալ ասեղի վրա, որ ուշադիր լինեք, ու հիմնականում ուրեմն մինչեւ 20 թվականի նոյեմբերի 9-ը իմ էջում էլ չեք տեսնի որևէ քաղաքագիտական վերլուծություն, հիմնականում այդ ընթացքում 18-20 թվականներին զարթուցիչի դեր էինք վերցրել մեր վրա մի քանի ընկերներով եւ այդ հիմնական գրառումների մեջ կարմիր գծով գնում էր մեր միակորակարգը Արցախն է, այսինքն բովանդակային քննարկում չկար, ասում ենք, որ զարթնել է պետք, որ վտանգ կա Արցախը կորցնելու եւ որպես այդպեսին տենց խորը վերլուծության էլ տեղի ունեցողը չենք վերլուծում, էլի այդ հիմնական այդ բաներն ենք տանում, այդ զարթուցիչի դեր ենք վերցրել մեր վրա, բայց 20 թվականից հետո նոյեմբերի 9-ից հետո արդեն ավելի մի քիչ խորությամբ ներսող կատարվողը եւ դրա մասին ավելի մանրամասն սկսեցի գրել, նո հիմնականում 21 թվականին, բայց դες մի դրվագ հիշեցնեմ կհիշեք եւ կհասկանաք էլի թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն
կհիշեք նոյեմբերի 9-ից հետո սկսեց արդեն փողոցային շարժումները եւ ընդդիմության կողմից ինչ թեզ առաջ մղվեց եւ այդ ֆրեյմները էին սարքել, չէ, Facebook-ում էլիտ հիշում եք ֆրեյմները, որ իբր էլիտա ենք։ Հիմա նայեք, այդ կենտրոնն ասեց ժողովուրդ, այս են հին էլիտան է, ուզում է գա այստեղ հողի կռիվ չկա, ուզում է գա իշխանություն վերցնի։ Սրանք ասեն, այո, մենք էլիտան ենք։ Իրանք էլ այդ խայծիկեր են, ասին, այո, մենք էլիտա ենք։ Դե իրենց անձերից բանը, դրանք գիտեն դրա մեջ լավ բան կա, էլի, որ ինչ որ քեզ համարում են ինչ որ մեկ էլիտա, դա լավն է։ Դες բոլոր իրենց Facebook-յան բանում դրեցին, չէ՞, ֆրեյմը, այո, մենք էլիտա ենք բանում, չհասկանալով, որ իրենց գլխին սարքում են եւ այդ խայծը իրանք կերան եւ մասնակից դառան։ Հիմա Եվ ի վերջո ներողություն ձեր խոսքը ավելացնում։ Ընտրությունները հենց այդ տրամաբանությամբ տեղ ունեցան 21 թվականին, որ սա ժողովրդի եւ էլիտայի պայքար է։ Այո, ժողովրդի եւ էլիտայի, ժողովրդից կտրված էլիտայի։ Ուրեմն իրենք մեզանից մի քանի քայլ առաջ են։ Նոյեմբերի 9-ից հետո այդ էլիտայի այդ բանը, որ ասում եմ, այդ ֆրեյմները, որ եկավ, դա մինչև 21 թվականն էր։ Այդ նոյեմբերի 9-ից հետո իրենք արդեն պատրաստվում էին ԱԺ արտահերթ ընտրություններին եւ իրենք այդ թեզերն արդեն առաջ էին տանում։ Եվ այս երկու կողմը ընդունել էր, որ ես ժողովրդի ներկայացուցիչն եմ, նրանք էլ էս Փաշինյանը գիտակցաբար նրանք երևի թե անգիտակցաբար այդպես։ Իհարկե, տեսեք մի բան։ Ինչ եմ ասում, որտեղ այդ խոսույթին զարգ էր տալի նաև այն, որ տարբեր հայտնի քաղաքական գործիչներ թիրախավորում էին ժողովրդի այս կամ այն ատամներ չունենալը, չգիտեմ, լավ չհագնվելը, աղքատ լինելը, այս բաներն էր թիրախավորում։ Հիմա ախր այդ թեզերն այնպեսի մարդիկ էին տանում, ովքեր պատասխանատու են եղել ժողովրդի աղքատ, անատամ եւ անգրագետ լինելու համար սոցիալական վիճակի պատասխանատուները իրանք են եղել եւ իրենք ձեր են առնում նման մարդկանց լուրջ ընդունելը լուրջ չէ։ Հիմա նոյեմբերի 9-ից իրանք այդ թեզերով պատրաստվեցին եւ 21 թվականին արտահերթ ընտրություններին տրամաբանական ավարտին հասցրեցին։ 21 թվականից հետո ինչ եղավ։ Դավաճան, ճիշտ է, լոզունգներ էմոցիոնալ։ Թալանչի։ Հիմա մյուս կողմը դիրքավորվել է պաշտպանվելու դավաճան թեզից, մյուս կողմը պաշտպանվելու թալանչի թեմից։ Սա էմոցիոնալ շրջապտույտի մեջ գցել է հանրությանը, բայց ինչ որ մի պահի, այսա հենց այդ արհեստական բանականությունն է խաղում։ Այս արհեստական բանականությունը գործի դնողներն են այս էմոցիոնալ թեզերի վրա խաղում։ Դրա համար է շատ կարևոր արհեստական բանականության սինգուլյարությունից խոսելը։ Տեսեք, մի կողմին տրվել էին դավաճանի պիտակը, մյուս կողմին թալանչու, բայց ինչ որ մի պահի պարզվում է, որ դավաճանը նաև թալանչի է, թալանչին նաև դավաճան է։ Իսկ այսպես սա ժողովրդի գլխի մեջ քաոս են իրենք առաջացնում։ Ու բացի դրանից հաշվի առնենք, որ քաղաքական դաշտում բավական ակտորներ կան, որոնք բնական բանականություն չունեն, ու մնաց արհեստականից դեռ պետք է իրենց ինտելեկտի հարցը քննարկվի։ Բայց ունենք այն ինչ ունենք հիմա, այս իրավիճակում աշխարհակաղակական լուրջ ցնցումներ են սպասվում։ Իրանի շուրջ դժվարին իրավիճակ է։ Թեպետ էլի հիմա ինչ որ հրադադարից հետո 3 Թրամփը հայտարարել է, որ լինելու է լայնածավալ պատերազմ, արդեն իր բերանով հայտարարել այդ ամենը։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ աներևակայելի արագությամբ Իրանը վերականգնել է իր հրթիռային եւ դրոնային պաշարները։ Իրենց համար անհասկանալի է, ոնց կարելի է այս ընթացքում այսքան հարվածների տակ դա վերականգնել, ընդ որում այսպեսի հաշվարկ էին արել, որ մի այլ կարծիք կա, որ սինխրոն միաժամանակ նաեւ բանը այդ կռվի ժամանակ ոչ մի գործարան հենց դա էր, որ ինչու, որտեվ ուրեմն իրենց վերլուծությամբ եթե պատերազմի առաջին օրերին իրանական թիրախավորված արձակման կայանը փոխարինող կայանը 15 ժամ հետո էր լինում եւ նոր հրթիռներ արձակում, հիմա կես ժամ է պետք, որ նոր կայաններ հայտնվեն եւ դրա այդ հրթիռները արձակեն։ Այսինքն սա խոսում է ինչ-որ ֆանտաստիկ արագության մասին, սա խոսում է այն մասին, որ իրանական էլիտան, իրական էլիտան, գիտակցում ենք ինչ մարտահրավերի հետ գործ ունի, ամեն բան մի կողմ են թողել եւ զբաղվում են երկրի անվտանգությամբ եւ այո իրական երկաթե բռունցքով հասարակությանը
ամուր պահած փորձում են իրենց առաջ դրած խնդիրներ լուծել։ Կստացվի թե չէ դա ժամանակը ցույց կտա Աստծո կամքը, թե կամ ինչպես տատս էր ասում, ով ղոչ կլինի, ով ոչխար կլինի այս ընթացքում, հա։ Դե ղոչ ասեմ, որ ворց ոչխարն է։ Մենք էլ այդպես մի ասացվածք ունենք։ Այո։ Ժողովրդական։ Հիմա այս ամեն ինչի մեջ մենք ունենք այսպիսի քաղաքական իրավիճակ։ Մենք ունենք իշխանություն, որը որոշել է շանտաժի լեզվով խոսել Ռուսաստանի հետ։ Մենք ունենք Ռուսաստանի հետ իրավիճակ, երբ Պուտինը ասում է ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ մնալու հանրաքվե արեք։ Ասում է մի մարդու, որի քաղաքական կարիերայի սկիզբը եղել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախաձեռնությունը խորհրդարանում։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է։ Ուրեմն Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ Թուրքիան խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Ադրբեջանն ասում է, որ դա իրենց սեփականությունն է։ Ահա այս բարդ իրավիճակում տարածաշրջանային աշխարհաքաղաքական գլոբալ բարդ իրավիճակում մենք ունենք հա այս որակի իշխանություն եւ այս որակի քաղաքական դաշտ, որտեղ քննարկման թեմա է դառնում, չգիտեմ, ինչ որ հիմարություն եւ իրենց լուրջ քաղաքական գործիչ երևակայողները քննարկում են, ասենք կարող են քննարկել, ասենք Մարիամ Փաշինյանի, չգիտեմ, կամ ինչ որ մեկ այլ մարդու աղջկա, երեխայի բան։ Այս ամենի մասին եմ խոսում, էլի, այս բովանդակության մասին եմ խոսում, որ տեղի ունեցողի հետ ոչ համարժեք ուժեր ունենք։ Այս ուժերը այս տեղի ունեցող process-ներին համարժեք չեն, էկվիվալենտ չեն, իրենք չեն կարող։ Իրենց այդ մտքերով, այդ գործելավոճով, այդ հայացքներով այս ներկայիս ձևավորված դաշտը ի վիճակի չի այս սպառնալիքներին դիմագրավել եւ առանց վնասների դուրս գալ։ Շատ լավ, հաջորդ հարցն առաջան, միջև այդ հարցը ասեմ, որ հասարակությունը հանգիստ կարող է քննարկել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներին, բայց դա քաղաքական գործիչների գործը չի։ Այստեղից սկսենք։ Հաջորդ հարցը ներողություն, հետո կշարունակենք։ Այդ դեպքում ինչ է սպասվում, երբ որ մենք պատրաստ չենք դիմագրավելու այդ մարտահրավերներին։ Տեսեք, մտահոգ քաղաքացին ցանկացած բան իր մտահոգությունից ելնելով էմոցիոնալ ցանկացած բան կարող է ասել, ցանկացած կարծիք կարող է հայտնել, իհարկե բարոյականության սահմաններում, բայց այն մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն, ամբիցիաներ ունեն, այդ մարդիկ պետք է իրենց խոսքին շատ ուշադիր լինեն։ Մեր մոտ քաղաքական դաշտը ինչպես է ձևավորվում։ Մեր մոտ քաղաքական դաշտը ձևավորվում է, սա ծիծաղելի է, ոչ թե քաղաքագիտական հենքով, այլ հիմա նորից արհեստական բանականության կողմ գնանք։ Facebook-յան ալգորիթմներով լայք հավաքած մարդիկ դառնում են քաղաքական գործիչներ եւ քաղաքական կարծիքներ։ Եթե Facebook-ը շատ լավ համոզի, ահագին քաղաքական գործիչներ ուղղակի կհանվեն, որ դիտումներ ունենան։ Ուրեմն Facebook-ը հենց այդ է ամբովանդակ մտքին, այդ արհեստական բանականությունը կարող է բոլորին հասանելի դարձնել ամբովանդակ միտքը եւ այս ամբովանդակ միտք կրող որևէ անձ դառնա Facebook-յան առանցքային trend թելադրողը եւ հաջորդիվ սա մեկը կտեսնեք այս մեկին ինչ որ մի քաղաքական թիմի շարքերում բայց իր խոսքի մեջ որևէ բովանդակություն չկա այդ օրվա խայպով որևէ ամբովանդակ բան է գրում հիմա Եվ ամբողջ հասարակությունը կիմանա, որ այսինչ մարդ իր սիրեկան հետ գնացել է Մալդիվներ, բայց չիմանա թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ինչ է տեղի ունենում իր երկրում քաղաքական։ Facebook-ն է այդպես ուզում, որպեսզի մարդիկ հանրությունը հիմնական օրակարգից շեղվեն եւ մարդկանց զգոնությունը բթացնեն։ Այսինքն, տեսեք, մենք հայտնվել ենք այդ աշխարհաքաղաքական ճգնաժամի էպիկենտրոնում ենք մենք։ Իրանի դեմ պատրաստում է լայնածավալ պատերազմ, որից ոչ ոք անմասն չի մնալու։ Այս թեմային դուք լավ ծանոթ եք, քրդական գործոնին, քրդական հարցին։ Հիմա տեսեք, թե ինչպես քրդական գործոնը լուսանցք տարվեց։ Արևմուտքը սա արեց Թուրքիայի հրահանգով, ճիշտ է, բայց եթե Արևմուտքը Թուրքիայի հրահանգով նման բան է արել,
Նշանակում է Էրդողանը մի բան պարկ է մնացել, ճիշտ է արևմուտքին։ Այսինքն մի բան ինքը պետք է անի։ Մենք քրդական քուրդ առաջնորդներից մեկը շատ ուղիղ է Սիրիայի քրդերի մասին խոսքը, ասել որ ամերիկացիները ասել են մենք տարածաշրջանում մեծ անելիք ունենք, դու հիմա այս ձեր գնալ գալը մեզ խանգարում է։ Այո, որովհետև իրենց պետք է կանոնավոր ուղիղ կառավարում։ Այս պահին դա պետք է անի Թուրքիան։ Իրենք որպես այդպեսին դեռ կայացած չեն։ Իրենց օգտագործելու են էլի, բայց ոչ այս պահին։ Դե Իսպանիայում ոնց որ իրենց մսացուի դեր նախ սահմանված։ Մեծ գործողություն։ Լավ, մեծ պատերազմի վտանգավոր սպասում կա տարածաշրջանում։ Այո։ Մենք երևի թե գրեթե մեր բոլոր հարցազրույցներում խոսում ենք այն մասին, որ այս մեծ պատերազմին Ադրբեջանը իր մասնակցությունը դուրս թողելու համար պիտի Հայաստանով զբաղվի, այսինքն պիտի մեզ հետ որևէ կոնֆլիկտ այո։ Եվ կարծեք թե Ալիևը սրում է այդ իրավիճակը։ Այս համանadrության հարցը սրությամբ էլի դրեցին։ Ասացին, որ Հայաստանը տնային աշխատանք ունի, դա պիտի անի, եթե ուզում է խաղաղության պայմանագիր կնքի։ Ներողություն, սա կարծեք թե հող է նախապատրաստում, Ալիևը սրում է իրավիճակը, անհրաժեշտ բան Հայաստանին հարվածելու եւ Իրանի դեմ պատերազմից խուսափելու, մասնակցելու խուսափելու։ Այս մասին բազմիցս խոսել ենք, այո։ Տեսեք, ասում եք Հայաստանը շանտաժ է անում Ռուսաստանին։ Ախր Հայաստանը շանտաժ չի անում։ Շանտաժ են անում այն ուժերը, որոնք Հայաստանով են շանտաժ անում։ Հայաստանով են, ճիշտ ձևակերպումը դա պետք է լինի։ Հայաստանով շանտաժ են անում։ Ուրեմն Հայաստանը հավաքական արևմուտքին, որի կենտրոնում ԱՄՆ-ն է, ամերիկյան հեգեմոնիան է, Հայաստանը ամերիկյան հեգեմոնիային հետաքրքրում է այնքանով, թե ինչքանով կարող է վնասել Ռուսաստանին եւ Իրանին։ Մեր կշիռն այդքան է, ոչինչ ավելի։ Արևմուտքին մենք ընդհանրապես չենք հետաքրքրում։ Քիսինջերը մի լավ խոսք ուներ, ասում էր, որ արևմուտքի թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը մահացու։ Բայց արի այդքան հեռու չգնանք Քիսինջեր չհիշենք, ուրիշ բան հիշեցնենք։ Վրաստանի վարչապետի խոսքը Միացյալ հավաքական արևմուտքը Եվրոպական միության դեմքով Վրաստանին առաջարկել էր երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ, Վրաստանի արձագանքը եղել էր այն, որ դե մենք այդ ռեսուրսները չունենք, ասել էր ոչինչ, մի 2-3 օր կկռվեք, հետո կանցնեք պարտիզանական պատերազմի ձեր երկրի տարածքում, մենք ձեզ կօգնենք։ Այսինքն սա լավագույն ցուցիչն է մեր հարևան Վրաստանի պլանավորվածը, թե ինչ պլաններ ունի արևմուտքը մեր մասով։ Լավագույն դեպքում մենք պիտի մեր տարածքում պարտիզանական պատերազմ վարենք ինչ որ օտար ուժի դեմ։ Սրանից լավ ձևակերպում չկա։ Հետաքրքրում ենք արևմուտքին այնքանով։ Ես դրա համար ասեք, ոչ թե քաղաքագիտական Քիսինջեր բան, որ շատ པարզ օրինակով մարդիկ կարող եք բացել Վրաստանի վարչապետի Մարգերաշ, չէ, որ վարչապետ Կոբախիձեն էր ասել, կարող եք բացել Վրաստանի վարչապետի հարցազրույցը կարդալ, այդտեղ որևէ բան մենք չավելացրինք այս բանը։ Այդ է։ Շատ լավ, այս վերջին հարցը խորհրդանից ինչ-որ ակնկալիքներ կան, թե այսպես ձև է, քանի որ ձեր հարցազրույցների այսպես գիծը բռնել եմ եւ հետեւում եմ, այս խորհրդարանի միակ գործառույթը կլինի տեղափոխությանը աջակցելը, թե իշխանափոխություն էլ կարող անել։ Անել չի կարող է աջակցել։ Ուրեմն այս ընտրություններից հետո Հայաստանը ներքաղաքական կյանքում կա 3 սցենար։ Մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից այս ազգային ժողովը ապալեգիտիմացնելն է եւ գնալ արտահերթ ընտրությունների, որի ժամանակը սուղ է տարածաշրջանային իրողություններով պայմանավորված։ Երկրորդ սցենարը դա տեղափոխությունն է, ինչ ասել է տեղափոխություն, փոխվի Նիկոլ Փաշինյանի դեմքը, բայց իշխանության կա այն մարդը, որը սպասարկելու է նույն կենտրոնին, սպասարկելու է նույն կենտրոնին եւ Հայաստանը տանելու է դեպի կործանման։ Կարող է նեոնացիստական լոզունգներով գա եւ ավելի արագ ուլտրա հայրենասիրական, այսպես ասենք, ուլտրա հայրենասիրական լոզունգներով կա եւ հիմա ոչ թե պատերազմ հայտարարի Ադրբեջանին, այլ պատերազմ հայտարարի Թուրքիային։ Ասի Արարատը հետ ենք վերում։ Ինչքան մարդու դուր կգա։ Բայց 3 ժամ հետո Թուրքիայի դրոշը կլինի Հայաստանի հրապարակում։ Սա ամենաարագ ձևն է լինելու կապիտուլացնելու։ Դրա համար հաճախ եմ արդեն հարցազրույցների ժամանակ ասում որ զգուշ եղեք,
այս Նացիոնալիստական, այո, նացիոնալիստական այդ ազգային բացառիկություն նմանատիպ կեղծ թեզերից սա շատ Իդեպ վտանգավոր տեղ ընդդիմադիր ուժերից մեկն էլ այդպիսի հայտարարությամբ դիրքավորվեց։ ինչպեսի հայտարարություն Ազգային բացառիկության տեսանյութ։ դա ամենավտանգավոր թեզերն է դա այդ թեզերով հիմա այդ ամերիկյան հեգեմոնիան այդ թեզերով օգտագործում է 50 տարուց ավելի 1970 թվականներից շուտվանից է սա եղել բայց հիմնականում 1970-ական թվականներից այդ կրոնական մոլերանդությունն օգտագործում է եւ Իսրայելին տանելու է վերջնական կործանման սա օգտագործվում է Իսրայելում հիմա այդ նույն մոլերանդությունը ուզում են մեր վրա գործարկեն եւ տանեն հայոց պետականությունը կորստի Սա շատ վտանգավոր է։ Երրորդ սցենարը իշխանափոխության սցենարն է։ Հիմա վերադառնանք Կրոմվելի մտքին։ Եթե լինեն անձնուրաց մարդիկ, հնարավոր է իշխանափոխություն կլինի։ Իշխանափոխություն։ Եվ իշխանափոխության համար էլ Հայաստանում կա պարարտ հող, որովհետև ընտրության արդյունքները լեգիտիմ չեն։ Ոչ միայն լեգիտիմ, ընտրության արդյունքներով մի բան մեզ པարզ դառավ։ Հայ ժողովուրդը չի ընտրել ոչ երրորդ հանրապետությունը, որի տրամաբանական շարունակությունը 4-րդն էր, ոչ 4-րդ հանրապետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Շնորհակալ եմ։ Ազատ, հետաքրքիր զրույցի համար ես շնորհում եմ քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։